Իրոք, հնչական կոմիտեն եւ ոստիկանությունը իրենց գործելակերպը չեն փոխում վաղ առավոտյան, երբ մարդիկ, այդ թվում երեխաները քնած են, ներխուժում են բնակարաններ, նախ խուզարկություն են անում, ապա եւ առանց հիմնավորման բերման ենթարկում, ձերբակալում եւ փորձում տանել կալանքի։ Ասել, որ Չալաբյանը չէր սպասում, այս սցենարը սխալ կլինի, մենք շատ ենք քննարկել իր հետ, հատկապես հետընտրական այս մի քանի շաբաթվա ընթացքում ակնհայտ էր, որ վարչախումբը ամեն կերպ փորձելով վերարտադրվել, մանդատներ գողանալով, պետք է փորձի գլխատել ընդդիմության հիմնական շարքերը եւ հետեւենք ու տեսնենք, թե ինչպես են հետևողականորեն մեկուսացվում ընդդիմության առաջատարները եւ կազմակերպչական եւ մտքի արտադրության իմաստով։ Անդրանիկ Թևանյան, Արմեն Աշոտյան, Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներ, Հայաստան դաշինքի ներկայացուցիչներ հենց քվեարկության օրը, Ուժեղ Հայաստան դաշինքի հարյուրավոր ներկայացուցիչներ, 100-ից ավել այս պահին կալանքի տակ են։ Եվ հերթը մեզ էլ հասավ արդեն երկրորդ անգամ Հայ-ԱԿՎ-ի համակարգող Ավետիք Չալաբյանը կալանավորվեց, առաջին անգամ ուզում եմ հիշեցնել, որ դիմադրության շարժման օրերին էր կալանավորվել, 3 ամիս անցկացրեց անազատության մեջ, դարձյալ շինծու մտածածի մեղադրանքով։ Երկու դեպքն էլ առնչվում են փաստորեն գոյություն չունեցող ընտրողների կամ քաղաքացու կամ արտահայտության վրա իբր ներգործություն ունենալուն։ Իհարկե փաստական հանգամանքների շուրջ Չալաբյանի պաշտպանական խումբը լրացուցիչ մանրամասներ կտա, հաշվի առնելով նաև նախաքննական գաղտնիքի հանգամանքը, բայց մեր գնահատականը շատ հստակ է, որ սա քաղաքական հետապնդում է եւ Հայ-ԱԿՎ-ն որպես ինստիտուցիոնալ կառույց գլխատելու, կազմալուծելու փորձ, նաեւ հիշեցնելով, որ Հայ-ԱԿՎ-ն ավելի քան 220 վստահված անձում էր, Ուժեղ Հայաստան դաշինքի շրջանակում, որ վերահսկում էր ընտրությունների արդյունքը, ձայների հաշվարկի գործընթացը, այսինքն ամեն ինչ արեց, որ քաղաքացու քվեին տեր կանգնեն եւ հիմա էլ քանի որ շատ վճռորոշ փուլ է, վաղը չէ մյուս օրը սահմանադրական դատարանում քննվելու է 7 ուժերի կողմից ներկայացված եւ 1 վարույթում ներառված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու դիմումը կամ առնվազն Բարգավաճ Հայաստանի դիմումները վերադարձնելու, այսինքն ընտրողի քվեին տեր կանգնելու, Հայ-ԱԿՎ-ն էլ պետք է լուրջ նպաստ բերեր իր կազմակերպչական ռեսուրսներով, եթե անհրաժեշտություն կա ունեք սահմանադրական դատարանի առջև բողոքի ցույցով հիշեցնելով, թե բարձր դատարանը ինչի համար է նախատեսված։ Այս ամենը հաշվի առնելով ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկին են փորձում գլխատել, փաստացի մեր համակարգողին մեկուսացնելով, ուղիղ կապ Ավետիքի հետ չկա, պաշտպանների միջոցով նա փոխանցել է, որ անկոտրում է, ամուր է, այս փորձությունը իր համար նոր չէ, մենք էլ մեր բնականոն աշխատանքը իր ժամանակավոր բացակայությամբ կշարունակենք եւ օրինական բոլոր միջոցներով հետամուտ կլինենք նրա շուտապույտ ազատ արձակման։ Դիտորդից նշում են, որ իրենց ներկայացրած փաստական հիմքի վրա է ըստ էության այս գործը հարուցվել, նշվում էր, որ այնտեղ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների վրա ինչպես է ենթադրաբար պարոն Չալաբյանը անդրադարձել կամ ներգործություն ունեցել, սրա վերաբերյալ ինչ կասեք։ Փաստական հանգամանքների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, քանի որ դա բացառապես պաշտպանական խմբի մենաշնորհն է։ Մեր գնահատականը ծանոթանալով այն ամենին, ինչ որ հրապարակվել է, որում էական փաստական անճշտություններ կան, քանի որ մենք գործընկերներ ենք եւ ամեն օր ինֆորմացիա փոխանակվում ենք, նույնիսկ մենք ենք արձանագրել, որ շատ փնթի կազմված մեղադրական եզրակացություն է եւ մեղադրանք է նրան առաջադրված, ինչ որ բուն բովանդակությանն է վերաբերում, խնդրեմ այդ հարցով պաշտպանական խմբին, օրինակ Վարազդատ Հարությունյանին հարցնեք, որը առավել մանրամասն գնահատական կտա։